ես հասկանում եմ, որ որոշ մարդիկ ուզում են սպանություններ տեղի ունենա, եւ ես մտածում եմ, որ պետք է այնուամենայնիվ իմ մեքենան փոխեմ եւ զրահապատել տամ։ Ուղղակի գումարի չլինելու օրինակ վերջերս մի հատ սրիկա դաշնակցական, ում եթերում էր, սպասեք հիշեմ, ում էր խոսում, հա, ում եթերում էր չգիտեմ, Դավիթ է կարծեմ լրագրողի անունը, մի հատ սրիկա ոչնչություն, որը որ իրան իրավունք է վերապայել հոկտեմբերի 27-ի մասին ասել, որ դա ընդվզում էր եւ դրանից հետո լինելու պորտկում էր, ընդվզում էր եւ հետո ասում է, որ նման բան է տեղի ունենալու եւ դա ուրախություն է առաջացնելու, ես հասկանում եմ, որ այսօր այն մարդիկ, ովքեր որ խոսում են անվտանգության մասին, զրահապատ մեքենայի մասին, ուզում են, որ Հայաստանի Հանրապետությունում սպանություններ տեղի ունենան քաղաքական, Հայաստանի Հանրապետությունում քաղաքական սպանությունների էջը 2018 թվականի ցեսկում փակած է, իսկ այդ դաշնակցական սրիկան պատասխան է տալու։ Թող ինքը իմանա։ Պարոն Սիմոնյան, վարչապետը դաշնակցականներն են վտանգավոր։ Չգիտեմ, իսկ դուք վտանգավոր եք։ Չգիտեմ, եթե կամ Իսկ ձեզ թվում է տենց ստուգում ասում են դուք դաշնակցական եք։ Ինչ հարց եք տալիս ում հասկանամ։ Այդ ինչ քաղաքական եւ լրատվական իմաստուներ եք հարցնում։ Բոլոր այն մարդիկ, ովքեր սրիկա են եւ մտածում են, որ հոկտեմբերի 27-ը դա ընդվզում է եղել եւ արդարացնում են Վազգենի, Կարեն Դեմերչյանի, Բախշյանի եւ մնացածի սպանությունները, իրանք սրիկա են եւ իրանցից պետքա զգուշ մնալ ու դա ինձ թվում է տրամաբանական է։ Պարոն Սիմոնյան